Ինչից պիտի խոսանք, որ հայ մնանք։ Բոլորիս միջև եղած բաժանարար գծերը այսօր ավելի են խորացնում իրենց ունիկալ ձևակերպումներով, սիրելի ընկերներ։ Սահմանների անկախտելությունից ես խոսում, ասում են պետության դեմ ես։ Կրթության որակից ես խոսում, ասում են դպրոց քանդող ես։ Արժանապատվությունից ես խոսում, ասում են պոպուլիստ ես։ Տնտեսությունն ես ներկայացնում, ասում են ստախոս ես։ Անվտանգությունից ես մտահոգվում, ասում են պատերազմ բերող ես։ Պահանջում ես բանակի հզորացումը, ասում են խաղաղությանն ես դեմ։ Խոսքիդ մեջ Արցախ ես ասել, ասում են հակամարտության ստեղծող ես։ Պետության շահից ես խոսում, ասում են գործակալ ես կամ էլ ազդեցության գոտի ես։ Արարատից ես խոսում, ասում են Միրզոյանին դեմ ես։ Ադրբեջանից ես խոսում, ասում են Նիկոլին դեմ ես։ Ժորժա, մի պարզ բան պիտի հասկանանք։ Պետություն ունենալու համար պիտի ուժեղ տնտեսություն ունենանք, որ որոշակիորեն դառնան գոնե ինքնաբավ, որոշակիորեն։ Ուժեղ տնտեսություն պիտի ունենաս, որ հետո ուզենաս ունենալ ուժեղ անվտանգություն, ուժեղ բանակ։ Հետո գա արդեն քո հետաքրքրությունները նաև կրթության ոլորտում։ Պիտի հետաքրքիր պետություն լինես, որ հետաքրքիր եւ ուժեղ գործընկերներ ունենաս։ Սրանց մասին է պետք մտածել։ Հունիսի 7-ից հետո կունենանք։